Բա ուր ես որ տանը չես ախպեր։ Ախպեր ինչ կարևոր ա ուրեմ, թաղում չեմ, ինչ կա։ Այն ջահելներն են զանգել, ավտոն եմ տաքացնում գնամ դրանց տենամ։ Հենց հիմա Հա, իջի դրանց թաղ մենակ չլինեմ, էլի։ ախպերը Սարի դու հասնելուց 2 րոպե շուտ զանգի, ես վրաս կհասնեմ, մոտիկ եմ։ Լավ։ Կեր համովա։ Չեմ ուզում։ Ես տուն եմ ուզում գնամ։ Խնդրում եմ։ Շատ եմ խնդրում։ Հա, կգնաս։ Հեսա կխոսան կպայմանավորվեն, հետո ես քեզ տուն կտանեմ։ Բա ասացիք վաղը չեմ այսօրն եք գալիս։ Լավ, հասկացա։ Դե դասից հետո տուն կիջնեմ։ Կբարևեմ։ Լավ։ Մերոնք բարևում էին։ Վաղն են գալիս։ Բա դու ինչի չբարևեցիր։ Խելք մնաց։ Ես էլ գիտեմ վաղն եմ մնալու։ Էլի հեռախոսի մեջ ես։ Ինչ կա ասա։ Դե այսօր ոնց որ նորմալ շփվում էիք։ Բայց հիմա էլի հեռախոսի մեջ ես։ Չի գրել։ Չէ, Բայց on-line է։ ոնց որ թե չէ։ Չէ, դու լուրջ սիրահարվել ես։ Ուղղակի հետաքրքիր մարդ է շփվում ենք։ Քանի տարեկան է։ Ով է, ինչով է զբաղվում։ Չգիտեմ։ Իրանից որ հարցնում եմ, ասում է ինչ տարբերություն։ Շփվում ենք էլի։ Այսինքն իրան մեկ է։ Ստացվում է, հա։ Ոնց որ ասում է իմ ընկերուհի Անայիսը, հələ փորձի մի քանի օր էլ դու on-line մի եղի։ Կարաս։ Կարամ։ Հաստատ։ Հաստատ։ Տեսնենք։ Ապրես, մեկը մնում եմ այն մտքին, որ դուք շատ եք վրազում։ Հա լավ դե դու էլ նենց ես ասում ոնց որ գնացի պսակվա։ Այս տեմպերով որ շարունակեք, ձեզանից հեռու չի։ Լավ էլի։ Հա։ Ինչ ա եղել։ Ասեն Սաշի ավտոն, չի։ Հա ոնց որ ինչ։ Դա դուրը բաց է։ Դե սալին, հա։ Չես հավատա, բայց մեր քաղաքի ամենահամեղ կարտոֆիլով կարկանդակներ քաղցր բամբակը այս շենքի հետևում են վաճառում։ Հա, Սիրիայից եկած ընտանիք է, իրենց ընտանեկան բիզնեսն է։ Հա, չես հավատա, բայց առաջին անգամ 10 տարի առաջ եմ փորձել, մինչև հիմա համը չի փոխվել։ Չեմ հավատում, որովհետև մեր մոտ եթե մի բան սկսում է լավ վաճառվել, միանգամից փչացնում։ Թե իրենք չեն փչացրել։ Դե հեսա կգնանք, ինքդ կփորձես կհամոզվես։ Արի, ես եմ գնում։ Մարիամ, մենք պայմանավորվեցինք, որ դու եւ Իզաբելը կհանդիպեք ու կզրուցեք։ Կամ ավելի ճիշտ կլինի, որ զանգես ու այդպես զրուցեք։ Դե հա, կզանգեմ, մեր տուն կհրավիրեմ։ Չէ, որը հրավիրես։ Նա որ գա, Սուրենն էլ է հետը գալու, իսկ ես դրա երեսը տեսնելու ցանկություն չունեմ։ Բայց գործընկերը դա, հետո շուտով խնամիտ է դառնալու։ Չեմ հասկանում, հատուկ ես ասում, Մարիամ։ Դու չէիր երազում դրա մասին։ Դու շատ լավ գիտես, որ այդ հարսանիքը հեչ սրտովս չի։ Բայց դե հիմա ինչ արած։ Ահա Դավիթն էլ եկավ իր պահվածքի համար ներողություն խնդրեց։ Ես Դավիթին էլ եմ հասկանում, բայց չեմ մարսում, հասկանում ես, չեմ մարսում։ Ես էլ չգիտեմ ինչ ասում։ Ասելու բան առանձնապես չկա էլի։ Հա, իմ ուզածը ես էր, բայց անհանգիստ է ներսս, չեմ կարողանում մարսել ես ամենը։ Մեծ հաշվով ես իմ կյանքից շատ գոհ եմ։
Ինչ ուզում ստանում եմ։ Այս աչքից նոր բան ես, հա, ստացել։ Ճիշտ ես, Տիկինս, ճիշտ ես, ստացել եմ։ Լսի, Իզաբել, մենակ անկեղծ։ Դավիթին կերու են Օլյայի հետ։ Հաստատ դու ես խոսած, չէ՞։ Ինես չէ դավոն երջանկությունից ես օթերով ամ գալիս, ասում գնացի, խոսեցի Օլյայի հետ, իրար հասկացանք, պայմանավորվեցինք, Օլյան պատուանը բացեց, ասեց թռի, Դավիթ, թռի, դու ազատ ես, Դավիթ։ Սկի չգիտի որ քեզ պիտի շնորհակալ լինի։ Հուսամ իրան բան չես ասել։ Դու չէ մարդ ինչ պիտի ասեմ։ Լսի, բայց վերջնական է, չէ՞։ Դե, եթե Դավիթը չորոշի վերադառնալ, ինքը չի գա։ Կժվեցին։ Դավիթը խիպտի վերադառնա։ Ինչ ասեմ, սիրելի ամուսին։ Մեծ կյանք, փոքր մարդիկ։ Այ։ Ոնց էր հանում։ Հա, լավ, վատը չի։ Գիտես, ես իրենց տեսնելով եմ մտածել, որ ինչ բիզնեսով էլ կյանքում զբաղվում, պիտի դա ընտանեկան բիզնես լինի։ Դե դու գիտես, ես քեզ տեսել ու սիրահարվել եմ։ Հետո երբ իմացա ճարտարապետես, դες ոնց էի ուրախացել։ Մենք սարեր շուռ կտանք միասին լուսը, հիմա դու ինձ մի քիչ սիրես։ Իսկ ես ամեն ինչ կանեմ, որ այդ մի քիչը շատանա։ Ո՞ւց է։ Չես լսում։ Չէ, վախես։ Ինձ տուն կտանես։ Բայց նոր էինք դուրս եկել մի 2 ժամ է։ Տուն եմ ուզում։ Չեմ հասկանում։ Նորմալ շփվում էինք, ինչ եղավ։ Դավիթ ինձ տուն տար։ Ուղղակի հարսանիքի մասին չհասցրինք խոսել։ Ճանապարհին խոսենք։ Կամած քայլի չընկնես։ Ես ովքեր են։ Հեչ։ Լավ ախպեր ավտոյի մեջ ջուր կա կլգան։ Ոնց գիտես։ Բայց կարող է կոտրվել է։ Դու չէ ուրա դրանց այդքան ուժ։ Բանգերը դուրա։ Ճամփինա։ Բայց կարող է օգնենք։ Լավ այլի ձեր գործին է։ Ապր դե սուս էլի։ Խի։ Դե երևի ինգերը ուշացել է, ինքն է մենակ է մնացել։ Չէ, ուր։ Դե արի մենք էլ էս կողմ գնանք, հիմա մի հատ էլ չտանանք իրան ված գա։ Օ, դա էլ իր շնորհակալությունն է։ Ապեր այդ քո համար է շնորհակալություն։ Իր համար գիտես ինչ խայտարակություն որ մենք իրան այս վիճակով տեսանք։ Սար։ Էս ի՞նչ ա եղի, ապե։ Բա ուր է իր չկայիր ապեր։ Այն գադակա ասեցի որ զանգել են ու տեղ են կանչել։ Ուր է իր չկայիր։ Սաշ պայմանավորվեցինք որ հասնես տեղ զանգես կգամ։ Մեքենայից ճիչած վրա տվին։ Կամ որ մի 2 րոպե շուտ գայիր կմեռնեիր։ Ուր են հիմի դրանք։ Այն ջահելները եկան, իմացան մարդիկը փախան։ Ինչ ջահել։ Այն Արթուրն ու Արամը։ Ոնց։ Ախպեր դե ինչ իմանամ։ Երևի ավտոն էին տեսել։
Ավելի լավ է մեռնեի, քան թե նրանք գային կանգնեին գլխիս։ Ապեք կարող է կոտրվել է։ Գալիս ես, թե էլի տեղ կա պիտի գնաս։ Լավ, մի սկսի, գալիս եմ։ Ում դու ուղղակի Արեգի դեմքը պետքա տեսնեիր։ Լավ հանգստացի, խնդրում եմ Լուսե ջան։ Մամ չեմ կարա։ Ահա որ էր այդ հայացքը, ուղղակի կյանքում չեմ մոռան, այնքան իրոնիա կար, ոնց որ ուզենար ասեր։ Ախր Լուսե մի հայացքի չես դիմացել։ Բա որ վաղը Դավիթի հետ գնաս հին թաղերը։ Այնտեղ մենակ Արեգը չի լինելու, Սաթենն էլ է լինելու, ոչ միայն նայելու են քեզ, այլ խոսալու են քո հետ։ Ինչի տեր պետք է ձայնի իրավունքը կասես։ Հայրդ էլ արդեն ասել է, որ փաստաթղթերը պատրաստի Վարդանը։ Նվիրաբերի քեզ։ Լավ, Լուսե, հանգստացի մի հատ հանգստացի նստի ես ջուրը խմի։ Խմի։ Մինչև առավոտ դեռ ժամանակ ունես։ Եթե պապայիդ ասես, որ հրաժարվում ես, ինքը քեզ կհասկանա։ Մամ չեմ կարա։ Գոնես ես պետք է անեմ։ Առանց իմ ձայնի ամբողջ հին թաղը։ Ախր Լուսե ջան, ինչ ես կորցնում ու ինչի հետևից ես ընկել։ Երիտասարդ կյանքը թողած ինչի մասին ես մտածում։ Մամ, այդ իմ ձեռքը չի։ Ինձ ընտրություն չեն թողել։ Իսկ ես մեկը ես կարամ անեմ։ Հա կարամ մամ։ Կարամ ուղղակի պետք է հավաքեմ ինձ։ Լավ ջան, դες բաներից տրամադրություն միքցի։ Կինը, ասես ոտից գլուխ հանելու կա։ Այմալ, ով է դրանցից գլուխ հանել, որ հիմա էլ դու անես։ Ես ելը տվես, նման հենորը միտեղ կարդացի, ասում է, կատուն իրա գենետիկայով 90%-ով նմանա վագրին։ Պատկերացնում ես, այսինքն նույն վագրն է, բայց տան պայմաններում ապրող հասկանում։ Լավ էլի պապ։ Այմա սպասի, ազի մի բան եմ կարդացի։ Իսկ կինը, ուրեմն 190%-ով իր գենետիկայով նմանա կատի։ Չէ հա, էդ էլ ես կարդացել։ Չէ, այդ մեկը արդեն իմ կյանքի փորձից եմ հասկացել։ Տղես, այմարդ ինչ ուզում ես ասա, մեկը ոչ մի կնոջը միջև վերջ երբեք չես գոհացնի, բայց դու տես հա, ուշերի հակած գլուխը չուտեն։ Իսկ այդ մնացածը մի էլ մտած, մեկը բան չես հասկանալու։ Լավ պապ, այդ մի կողմ։ Այն օրվա մեր ստորագրած պայմանագրերը, ֆինանսավորման հետ կապված։ Հա։ Դե ես իմ օրինակը մոռացա վերցնեմ, գտաս։ Հա, չգիտեմ, դար ջան, ստեղ էր, որ չեմ հիշում, գիտես էլ սպասի։ Որտեղ կարա լինի, չեմ հիշում։ Արի գիտես ինչ անենք, գնանք մի տեղ մի կտոր հաց ուտենք, ես նոնիչկային կասեմ կգտնի, ես ուզեմ էլ մեկա չեմ գտնի։ Դե գնացինք շարժենք։ Արամ ջան, ես դու դասի չես։ Չէ, առաջին ժամ չունենք։ Մի կես ժամից դուրս կգամ։ Բանախաճաշը։ Չէ, մամ ջան, չեմ ուզում։ Լավ։ Դե որ չես ուզում, կասես ինձ, թե ինչի քրոջդ հետ չես խոսում։ Մի հատ խնդրում եմ, եթե հեռախոսը տեն կոմդիր, խոսենք։ Դե ինչ խոսամ, մամ։ Անցած անգամ ասացի։ Ախր դա լուրջ չի, Արամ ջան, մեծ մարդ ես արդեն։
Ինչ ինքը փոքր, հա։ Կամ ես երբ եմ ինձ երեխու պես պահել, որ չի ուզում հետս կիսվի։ Ամեն ինչ չի, որ մարդ ուզում է կիսվի։ Հիմա ուզում ես ասես դու էլ ոչ մի բանից տեղյակ չես։ Ես ձեր մաման եմ, Արամ։ Կարող ես դու կիսվել, քույրդ, հայրդ, բայց իմ բերանից երբեք ոչինչ դուրս չի գա։ Ու կարևոր չի, թե ես ինչ գիտեմ։ Չես պատկերացնում դու հիմա Լուսեին ինչքան ես պետք։ Դու պետք է իրա կողքը լինես։ Իրա դժվար ճանապարհը նոր է սկսվում։ Արամ ախր միշտ չի, որ անում ես այն, ինչ երազում ես, կամ անում ես այն, ինչ որ ուզում ես։ Հա բայց գոնե չհասկանամ ինչ ա եղել, որ իմանամ ոնց օգնեմ։ Գիտես ինչ, այդ Լուսեն պետք է որոշի, դու երբ իմանաս ու ինչ իմանաս։ Խնդիրը քո մեջ չի, Արամ ջան։ Մարդը գաղտնիք ասելուն էլ պետք է պատրաստ լինի։ Ես քեզ խնդրում եմ, մտածի ասածներիս մասին։ Մեծ հաշվով մարդուն պետք է, որ իրան ուղակի սիրեն, իրա կողքը լինեն, կարեկից լինեն։ Քրոջդ ուղակի սեր տուր։ Չէ՞ որ դու աշխարհի ամենաբարի տղեն ես։ Սիրում եմ քեզ, մամ ջան։ Ամբողջ թաղը ոտի տակ եմ տվել։ Ոչ Սերոժը, ոչ Վարոդը չկան։ Բա ուր են։ Զանգում եմ էլ չեմ պատասխանում։ Բա ուր են, տները մտար։ Առաջինը տներն են մտել։ Երկուսը կինն էլ ասում են առավոտյան դուրս են եկել գնաց։ Լավ, բա ուր են, չեն ասել։ Չէ, տեղյակ չէին։ Հիմա ասել են, թե չեն ասել, չգիտեմ։ Այսինքն Սերոժի տունը քո տան հետևն է, չէ՞։ Բավալու տունը։ Իմ տնից մի 100 մետր աներքիվ։ Այսինքն արտադրամասի մի թևն է։ Հա։ Հա։ Օ, այս ամեն ինչից լավ հոտ չի գալիս, ամու ջան։ Սաթեն ուզում ես ասել, Սատանեն մեզանից առաջ ընկավ։ Չգիտեմ։ Այդ Սերոժն ու Վալուդը կասեն, երբ որ հայտնվեն, բայց տրամաբանությունս հուշում է, որ այո։ Չէ, երկուսն էլ։ Այ ապրես Վարդան ջան, ապրես դու։ Հա, այ մարդ կլինի քո փոխանցումը, միջև օրվա վերջ կլինի, հա։ Բանը, ուրեմն այդ նոտարով հաստատված թղթերը տանում ես օֆիս, տալիս ես նոնոջկային։ Ինքը գիտի ինչ կանի, եղավ։ Չէ, ես օֆիսում չեմ, դա Վինչի ռեստորանում եմ։ Հա, ապրես։ Այ մարսես լավ լուրից հետո մարդու ախորժակն էլ է բացվում, հա։ Ինչ լավ լուր։ Հին թաղից 2 հոգի էլ ծախեցին տները։ Ինչ ես վրես տեսնայում։ Ուզում եմ հասկանամ ծախեցին, թե… Ծախեցին, տղես, ծախեցին։ Լրիվ հրեշի տեղ ես տնոշեմ։ Չէ, ուղղակի ուզում եմ հասկանամ ոնց է դա քեզ հաջողվում։ Հա, հասկանալ բան չկա։ Իմանում եմ ով փողի կարիք ունի, ու տալիս եմ այդ փողը, մի բան էլ ավել, այլ մարդիկ է ծախում են, այդ կամ բան։ Բայց Դավիթ ջան, ամենակարևորը, որ գնաք այդ հանդիպմանը, չէ, դու տես այդ լուրը, ոնց ասենց կայծակի պես տրակցնելու, ես ոնց են հերթ կանգնելու, որ այդ տները վաճառեն, բայց են լակոտին ու իրա տատիկին, մի կոպեկ չեմ տա, մի կոպեկ չեմ տա։ Այս ձերքերով իրանց տունը սենց կհավասարեցնեմ հողին, մի կոպեկ չեմ տա։ Ու տեղ այդ լակոտի ու տատիկի վերջը կգա։ Իրեշ է տատիկը այդ տանը ոնց է վերաբերում, իր համար այդ տուն չի եղել, թանգարանա, դե բա պարզ է իրա Անդրանիկի վերանորոգված տունն է։ Դասկի չէր ապրում դեր, վախենում է շնչի, արտաշնչի, որ հանկած տղու, ուրեմն այդ վերանորոգումը չփչանա։ Այդ տատի, տեսել եք ես ինչ օրն եմ գցելու, տատի, կեր։
Lass bitte. Այդ դրա հյութ է։ Այ հյութ է։ Այս անգամ մենք ենք հաղթելու։ Այդ չես մոռացել։ Հա, տես բանը մոռանալ կլինի։ Կրվում էինք, այն էլ հաղթանակը ձեռնեցս տարակ։ Դե լավ ապեր մի նեղվեք։ Ոնց որ ասում են, կրկին փորձիր։ Հա, շատ խնդալի է պիցա ջան։ Էսա տես բմբուլներդ ոնց եմ քամուն տալիս։ Տեսնենք։ Իսկ գրազ գալու ենք։ Անպայման, առանց դրա ոնց կլինի։ Ինչի վրա։ Թող այս անգամ պարտվող կողմը որոշվի։ Իրա սրտով լինի, հա։ Դե դուք որոշեք։ Իա, այս անգամ մենք ենք հաղթելու։ Փորձենք։ Դե կարևորը մեզ բան մտածեք, որ կարնաստակից դուրս գաս ապա։ Հաստատ։ Հաստատ։ Էսա մտածեմ։ Դե մենք ինչ եմ մտածել։ Այսինքն մենք մեր ընտանիքով, դուք ձեր։ Հա, Իզաբել ջան։ Դե բայց 8 հոգով ենք են լինում։ Մի տեսակ ուրախ չի անցնի։ Երեխեքի ցանկությունն է։ Լուսեի։ Դավիթ ուղղակի համաձայնվել է։ Դավիթն էլ կարող էր ինչ-որ ուրիշ բան առաջարկել։ Չեմ կարծում, որ Լուսեն կհամաձայնվեր։ Բայց ամեն դեպքում իրանց գործն է։ Ինչ որ բան թող մտածեն, գուցե ճանապարհորդության գնան կամ չգիտեմ։ Դե հա, մենք դեմ չենք լինի հաստատ։ Մենք էլ դեմ չենք լինի։ Մարիամ, ես կուզեի քեզ հետ անկեղծ խոսել։ Դե խնամիներ ենք ի վերջո դառնալու։ Գիտեմ, որ Լուսեն մի տղայի հետ էր հանդիպում։ Ու գիտեմ, որ դրանից հետո շատ արագ որոշեց Դավիթի հետ ամուսնանալ։ Անկեղծ ասած դա ինձ համար նորմալ չէր, ես չհասկացա այդպես ոնց։ Դե տղան մանկության ընկեր է, ժամանակին համակրանք են ունեցել։ Հետո Լուսեն գնաց արտասահման սովորելու 7 տարի այստեղ չէր, վերադարձավ։ Նորից հանդիպեցին երեխեքը, մտածեցին, որ զգացմունքները կվերականգնվեն, բայց փաստորեն չէ։ Շատ արագ սիրահարվեց Դավիթին։ Չեմ կարծում, Իզաբել ջան։ Լուսեն հասուն աղջիկ է։ Ես շատ կուզեմ, որ իրենց մոտ ամեն ինչ ստացվի։ Ճիշտ է, Դավիթի իմ հարազատ տղան չի, բայց հավատա հարազատից թանկ է։ Ես էլ շատ կուզեմ, որ երջանիկ լինեն։ Որ մայրը չի ուզում, որ իր աղջիկը երջանիկ լինի։ Դե հա, իհարկե։ Ես էլ եմ աղջիկը, մայր, հասկանում եմ քեզ։ Չէ, կարիք չկա։ Կամաց սովորել է պետք, բալես։ Շնորհակալ եմ։ Ապրես։ Ես էլ քո 25%-ը։ Շնորհակալ եմ։ Ես քեզ բարի ընթացք եմ մաղթում, բայց չեմ էլ պատկերացնում, թե ոնց ես այս ամենի տակից դուրս գալու։ Կփորձեմ, պապ։ Մայրը դեռ չի եկել։ Չէ։ Այդ հարսանիքն էլ մի տեսակ հանելուկ դարձավ, չեմ կարողանում։ Գուցե խոսենք։ Պապ, արդեն ամեն ինչ որոշված է։ Հաստատ որոշել ես։ Հա։ Ինձ կներես էլի, ես պետքա վաղվա հանդիպմանը պատրաստվեմ։ Լավ, բայց Արամից տեղյակ չես։ Չէ, պապ։
Իրանց թաղի մեծերից կստանան իրանցը։ Ախպեր էդ ինձ վաբշե չի մխթալ։ Գիտես ես ինչ չնված։ Ինչը որ արամ։ Ախպեր։ Ով ուզում ա լիներ, բայց ոչ դրանք։ Սաշ գալիս է։ Որ չեմ տենում եմ, որ գալիս են։ Կարող ա գնալ։ Չի, ցող իրանք մտածեմ։ Գնացին։ Էսով ա գալիս։ Ախպերությունը։ Կարող ա դուք էլ միանաք 4-ով միասին խաղանք։ Համեղածը կմոռանանք, համ էլ կբարիշենք։ Իմ սիրած սեթն ա, կիտանան։ Բա, դե դու սկսի, ես վերարկուս հանեմ, լվացվում գա։ Կարծում էիր մոռացել եմ, որ այս սեթն ես սիրում։ Չէ, բայց չի մտածի, որ կգաս։ Դե ասեցի տեսնեմ քեզ ինչ կա որ։ Բայց եթե դու քեզ վատ ես զգում կամ դժվար է ինձ տեսնելը, ես կարող եմ հենց հիմա գնալ։ Չէ, մի գնամ։ Կեր։ Համով է։ Շատ։ Գիտես, ահագին դժվար էր իմ համար, երբ որ քեզ տեսնում էի։ Բայց երբ որ կայացրեցի այդ որոշումը, ահագին բան փոխվեց։ Չեմ թաքցնի։ Ինձ համար էլ շատ դժվար կլիներ քեզ այդ կապս մի անգամից կտրելը։ Ես չգիտեմ վաղը ինչ կլինի, Բայց չկա, կեր։ Թե չէ ես կուտեմ ու քեզ ոչինչ չի մնա, սոված կմնաս։ Քեզ է թվում, ես հեսա արագ-արագ կուտեմ, քեզ բան չի մնա։ Հաստատ։ Հաստատ։ Դե արի փորձենք։ Մենք այդ պատմությունը մոռացել ենք։ Բայց եթե շատ եք ուզում կխաղանք։ Բայց երկու պայման կա։ Ինչ պայման։ Մեկը որ գրազով ենք խաղում։ Երկրորդն էլ որ կրվելուց լացել չկա։ Ինչի վրա։ Այդ կպայմանավորվենք։ Ցնդել է։ Հանգիստ երեխեք։ Արդար չի։ Դուք 4-ով եք, մենք 2-ով։ Ով էլ խոսա արդարությունից։ Հա լավ ախպեր։ Մենք 2 տղա, իրանք 2 տղա։ Աղջիկներն էլ հաշիվ չեն։ Այսինքն ոնց հաշիվ չեն։ Աղջիկները հաշվի մեջ են։ Դե ուրեմն ձեր աղջիկներից մեկը կգա մեր թիմ։ Ես կգամ ձեր թիմ։ Չէ։ Շատ արդարն են աղջիկները։ Ով կոպեկը գտավ մեր թիմա գալիս։
Ախպերս լավ է։ Վիկան թոմելա ես կգամ։ Ախպեր դե բան ենք պայմանավորվել։ Լավ եղեք, խաղա խաղում ենք, եկեք։ Դրա պետք չի առանց սիրելու ամուսնանալ։ Ես սրտովս գնա, հա։ Կամ ավելի լավ ես գնամ։ Ուզում էիր պատին։ Էլի բարձ կորած։ Ինչ կար այդքան հետաքրքիր։ Պապատ էլ խոսելու բանում։ Ում հետ իմ թե Դավիթի։ Համ քո, համ Դավիթի։ Օլե ջան, դու ուզում ես, չէ՞ որ քո սիրելի տղամարդը վերադառնա քեզ մոտ, ճիշտ է։ Ճիշտ է։ Դե, ես էլ քեզ օգնում եմ։ Մնացածը քեզ չի վերաբերում։ Ես ինքը վախեցել է գա, իրա լակոտին է ուղարկել։ Արեք,